Ներկու զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի մասին։ Քաղաքապետ Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի մասնաշենքի կառուցման աշխատանքները ընթանում են պլանավորված ժամանակացույցին համաձայն եւ բավականին արագ տեմպերով։ Ես ձեր ձեռքի տակ տրամադրել էի նախապես առանձին մասնաշենքերով ընթացող աշխատանքների կատարվածության եւ ավարտվածության աստիճանի մասին տեղեկատվություն, ֆինանսական կատարողականի մասին նույնպես տարին կփակենք լավ արդյունքներով եւ այս մասով ենթադրում եմ մենք շեղումներ չունենք աշխատանքների ընթացքի մասին եւ մեր խոստումները կարծես թե իրականացվելու են եւ 26 թվականի աշնանը մենք այս տեմպերով որ գնանք առանց շեղումների եւ խնդիրների մենք կունենանք մարզադպրոցի բացումը։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, իրականում այս մարզադպրոցի կառուցման տեմպերը մեզ որոշակի նոր բան են ասում մեր ստանդարտների մասին, ասում են այն, որ այս տեմպերով հնարավոր է աշխատել եւ նաեւ հնարավոր է աշխատել որակով եւ խնդրում եմ պարոն Թևոսյան այս հաշվի առնել, որովհետեւ մենք փուլ առ փուլ բոլոր աշխատանքներից պահանջելու ենք մոտավորապես նմանատիպ տեմպեր։ Ես հիշում եմ, երբ որ նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ասվում էր, որ մեր ստանդարտներով քաղաքաշինության կոմիտեի նախագահի ինչ-որ մի հրամանի նախորդ հրամանի ստանդարտներով սա պետք է տևեր 5 թե 6 տարի, պարոն Սեդոյան, քանի տարի։ 6 տարի։ Նախագծով նախատեսված էր, որ այս աշխատանքները պետք է տևեն 6 տարի։ Մենք 1 տարի 6 ամսում աշխատանքները ոնց որ թե ավարտին ենք հասցնելու։ Ճիշտ եմ, Տիկին Բաբայան։ Այո։ Այսինքն այն ինչը որ մեր ստանդարտներով նախատեսված էր 6 տարի, իրականության մեջ մենք 1.5 տարում ավարտում ենք։ Եվ տեմպը համապատասխանաբար ցույց է տալիս, որ դա հնարավոր է։ Եվ եթե դա հնարավոր է նաև մեր մանկապարտեզների դեպքում, դա հնարավոր է նաև մեր բակերի դեպքում, հարգելի գործընկերներ, դա հնարավոր է մեր բոլոր աշխատանքների դեպքում։ Եվ այսուհետ այս պահանջը լինելու է բոլոր շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Ապագա շինարարական աշխատանքների վերաբերյալ նախագծով ժամկետները սեղմեք, այդ ստանդարտներից դուրս եկեք։ Այսինքն այն ստանդարտները, որոնք որ կան, վստահաբար դրանք վերանայման կարիք ունեն, վստահ եմ քաղաքաշինության կոմիտեն դրանք վերանայում է, բայց մենք առաջանցիկ այդ ստանդարտներից արդեն դուրս ավելի սեղմ ժամկետներ պետք է պահանջենք մեր կառուցապատողներից։ Մեր մրցույթներով մեր նախագծողները շատ ավելի սեղմ ժամկետ պետք է դնեն շինարարության համար։ Սա է լինելու այն տրամաբանությունը, որը մենք պահանջելու ենք մեր կապալառուներից։ Եվ խնդրում եմ այս ստանդարտը ֆիքսենք որպես ապագայում մեր պահանջ։ Հաջորդը։ Բնապահպանության վարչությանը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի